Ռուսը ավելի վտանգավոր թշնամի կլինի ինձ բնաջնջվելու, քան թուրքը։ Իմպոտենտ եք դուք պոլիտիկայի մեջ։ Չագերտավոր Եվրոմիությունն է թուրքական աշխարհ կողքելու համար մեզ։ Նիկոլ Փաշինյանը ինքը այսօր քաղաքականությունում Հայաստանը տանում է դեպի անդունդ։ Եվրոմիություն չի դա, Թուրքիա է։ Մենք մեզ Թուրքիային են տալիս։ Ոնց են հանելու ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից։ Խաղաղ ճանապարհը ոնց։ Պատրաստեք հնարավորինս, եթե պետք լինի, արագ դուրս գաք Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն SVO անի։ SVO-ի պես մի բան, բայց հայերի ձեռքերով։ Սորոսի ծծից են ուդում այդ կաթն ու փողը, իրանց օրերն են հաշված։ Հայաստանում էլ այլևս ոչ մի այրում պետք է չթափի։ Թող քննեն արտանան մեծ Հայաստան ունենալու երազանքով։ Լինել հայ, դա չեմ պատկեր, դրանից մեծ պարկև մարդուն չկա աշխարհի տակ։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը ահա տեսնում եք ձեր էկրաններին եւ որի մասին հղումը կարող եք գտնել այս վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Մեր հյուրն այսօր քաղաքական բլոգեր, անկախ լրագրող Արսեն Մարգարյանն է, բարով եք եկել հարգելի Արսեն։ Բարև ձեզ, շնորհակալություն ընկալելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, առաջին անգամ ենք հանդիպում, քննարկելու ենք մեզ մեր կյանքին առնչվող տարբեր ներքին ու արտաքին հարցեր։ Արսեն, կարելի է, չէ՞ Արսեն։ Իհարկե, անպայման։ Միայն Արսեն։ Պարզ դարձավ, որ Փաշինյանը չի մեկնի մայիսի 9-յան տոնակատարություններին, Մոսկովյան շքերթին, սա լավ է թե վատ։ Հարգելի Արտակ, ես հենց նոր մինչև ձեր հաղորդումը post հրապարակեցի, որտեղ հարց հղեցի Նիկոլ Փաշինյանին հետևյալ կերպ. Պարոն Փաշինյան, դուք մայիսի 9-ին անցած տարի մասնակցել եք պարադին, կներեք շքերթին։ Պարադին։ Չէ, դե սենց ասեմ, որ մի մասը նենց էլ հասկանան ընդ։ Ու ոնց որ թե ներկայացուցիչն եք եղել հայ ազգի այն ընկածների եւ հետ վերադարձած հերոսների այդ շքերթի ժամանակ։ Ինչ փոխվեց, երբ որ Զելենսկին Հայաստանում արտահայտվեց, անոնս արեց, որ կխփի այդ նույն շքերթին այս տարվա, դուք չարձագանքեցիք։ Միգուցե մենք փոշմանել ենք, որ մենք սովետական միության կողմից ենք կռվել ֆաշիզմի դեմ։ Այո, միգուցե մենք արդեն Գերմանիայի կողմից նայվ ենք։ Ես այդ հարց եմ բարձրացնում ուղղակի ու հարցը հետևյալ կերպ եմ նաև ավարտում, հարգելի Արտակ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը մի օրվա ընթացքում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմի մեջ։ Մեկ օրվա ընթացքում։ Միգուցե մեկ օր էլ արթնանանք, որ տեսնենք, որ մենք դժգույն քաղաք օրինակ տեսնենք Ստալինգրադը, որտեղ լիքը հայեր են զոհվել, կամ բոլոր քաղաքներ, Կիևը, նույն Կիևի մասին է խոսքը, Բելարուսը, Մինսկ, Բրեստ, Վեշետ Քոչարին, որ պարվեց վերջում։ Միգուցե մենք դժգույն ենք այդ ամեն ինչը անվանելու մեկ Նիկոլի եւ 10-20 հոգու համար։ Շատ կներեք, բայց իմ համար շատ տարակուսել է նման վարվելակերպը, որովհետեւ ինքը սովորական ժուրնալիստ չի, հայկական ժամանակի, այլ ինքը երգիր է ներկայացնում եւ նմանատիպ կայծակնային որոշումներ չպետք է որ լինի։ Սխալ որոշում է։ Այսինքն պետք էր գնալ։ Եթե անգամ չգնալ, ապա պետք է նա անպայման արձագանքեր Զելենսկուն եւ այդ ժամանակ հայտարարել, որ մենք մաս ենք կազմել այդ մեծագույն հաղթանակի եւ թույլ չեմ տա Երևանի կենտրոնից նման բաներ հնչեցնել։ Բայց չէ՞ որ դա Եվրամիության այդ քաղաքական պատվիրակության համայնքի այցից հետո եղավ, գուցե կապել այս ամենը։ Ինչ կապ ունի։ Գուցե ասել են, որ չես գնում եւ վերջ։ Շաբաթ տվողը գնաց, ինչ կապ ունի, պարը պիտի պարես։ Փող արդեն տվել, դու պիտի պարես։ Այդ Եվրամիությունն եկել էր Ռուսաստանի դեմ, ասում պիտի բազա մազա սա հանեք ստեղից։ Հիշում եք Միմինոյի մեջ Ֆրունզիկն ու Կիկավիձեն, որ իրար հետ ասում են գնում փողը տալիս էին ավելի շատ ում պարը պարեն, հայկական թե վրացական, այս համեմատականի մեջ եմ անում։ Հիմա Եվրոպան ու Ռուսաստանը, սենց ասած շաբաշ են տալիս տեղ։ Մերոնք անցել են արդեն եվրոպական պարն են պարում, բայց չեն հասկանում, թե ինչպիսի արկածախնդրության են տանում Հայաստանի Հանրապետությանը։ Սա շատ մեծ արկածախնդրություն է ու շատ վատ կարող է ավարտ ունենալ, ոչ մենակ տնտեսական։ Ասպատ չեմ ուզում այդ հետամնաց ռուսների հետ, ուզում եմ առաջադեմ Եվրոպայի։ Տեսեք, մենք իրավունք չունենք, տանենք կտրուկ ռիսկի, սենց ասած բառով ասեմ, որ շարժումների չի կարելի նման աշխարհակաղակական իրավիճակներում, երբ որ աշխարհը նոր ձևավորում է ստանում, նոր սահմաններ է գծվում, մեզ ինչ որ մի բլոկից բռնել ու ասել, այ ես քո հետ եմ,
Всё, որոշումս կայացել եմ, չի կարելի։ Սա մենք ազգ ենք, մենք հասկացեք մի մարդ չենք, այսի մի ընտանիքին պատմություն չի։ Մենք փոքր ենք, բայց մենք շատ մեծ ենք, Արտակ ջան։ Մեզ հիմա Եվրամիությունը Ռուսաստանը կռիվ են անում, պատերազմ են։ Թողանք դի կողմնորոշվենք, չէ՞, մեզ ասում են դու ֆրանսիացի։ Մենք Հայաստանի կողմ ենք։ Այդպես կողմ չկա։ Կա։ Այ հենց մեր հիվանդությունը, մեր մեջի ուղեղի մեջի հիվանդությունը դա է, որ մենք մտածում ենք, թե մենք պիտի անպայման մեկից կարճած լինենք։ Շատ կներեք, Եվրոմիություն չի սա։ Ինչ։ Այն ինչ որ առաջարկվում է, դա չագերտավոր Եվրոմիությունն է, թուրքական աշխարհ կողքելու համար մեզ։ Ոչ մի Եվրոմիությունը մեզ չի վերցնելու։ Ես հենց հիմա գարանտիա եմ տալիս, որ Եվրոմիության ճանապարհը դա ֆարս է։ Դա ուղղակի նայեք բոլորի պատմությունները, ոնց են իրանք ինչ անում։ Իրանց այդ մերկի բաները մտցնում են մեր պոլիտիկայի մեջ, մեր ժողովրդի մեջ, այդ նույն գերը բռնե բացել են մեր մոտ ինստիտուտ։ Էս ինչ բան է։ Քրիստոնյա առաջի քրիստոնյա պետության մեջ գերն ունենան ինստիտուտ, ինչու ինստիտուտ, սադամազի, շատ կներեք։ Ես դրան դեմ եմ։ Այո, իրանք կարան ապրեն իրանց կյանքում, թող փակվեն իրանց սենյակներում կամ ինչ-որ միտեղ, ապրեն ինչ ուզում են, բայց նրան նման ռոպագանդա, ինչ է Եվրոպային գնում, ես համաձայն չեմ։ Ավելին ասեմ, Արտակ ջան։ Այո, կա տենց։ Եվրոպայից հնչել են անմիջական հայտարարություններ մեծ չինովնիկների կողմից, որ Հայաստանում որ այս տարածաշրջանում լավ կլինի, եթե Թուրքիան լինի նայողը։ Շատ կներեք, մենք թուրքական աշխարհի հետ ինչ կապ ունենք։ Մեզ տանում են այդ թուրքական աշխարհը, իսկ եթե դուք քարտեզը նայեք, Հայաստան չկա այդ թուրքական աշխարհի մեջ։ Նույն Էրդողանի քյալի վրա։ Այդ քարտեզը որ դրած է իր գլխի վրա, որ Փաշինյանն հետում ասես իր այդ պաշտպրոշ տալնում։ Դե քարտեզը որտեղ Հայաստանը չկա։ Ինձ բացատրեք, ով է իրավունք տվեք, գնաս այն քարտեզին, որտեղ Հայաստան չկա, տագը կանես, գիշկը սխմես դոշվի։ Ես սենց եմ հարցնում, ես չէի խոսի, եթե ճակատագրական չլներ իրոք, այս ընդրությունները, այս ամեն ինչը։ Բայց վադը այնա, որ Արտակ ջան, ես նույն ձևով չեմ ուզում մենք ստրուկ դառնանք ռուսին, ինչը թուրքը մեզ չուդի։ Այդ սխալ թեզ է, որ առաջ են տանում։ Բայց արդյոք մենք ստրուկ ենք դառնում կամ երբ ենք ստրուկ եղել։ Հիմա ասեմ, տեսեք, ոչ թե մենք ստրուկ եղել ենք, այլ հիմա կարող է ուզենան սարքել։ Ինչու համար։ Մենք ունենք կնճռոտ հարցեր նույն Ռուսաստանի հետ կապված այս թեգուզ մենակ այս վերջի պատերազմի հետ, որ տեղի ունեցավ թե Արցախում, թե մեր սահմանների ներսում արդեն։ Շատ մեծ խնդիրներ մենք ունեցանք Ռուսաստանի հետ, որովհետև իրանք անմիջական մասնակցություն գոներ հայտարարության տեքստով չունեցան։ Մենք միջև այդ կնճիռները չէին կարող կներեք ունենան խաղապահին, պետք է կողմ չլինեին։ Չէ, տեսեք, խաղապահները, ես կարամ ձեզ հղում ուղարկեմ, երբ որ խաղապահները փող Շայգուի զամը, այդ իրանց այդ ցենտրում, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի հայտարարությունը լսեք իրա։ Հագա հայկական հայտարարություններ այդ ձեր ասած խաղապահի։ Խաղապահը պետք է մինչև վերջ կարողանար 9 ամիս չթողներ Արցախահայությանը օկուպացման մեջ։ Խաղապահը ինչու համար էր այնտեղ, ինձ կարեք ասեք։ Խի ինքը պետք է երկար երկրորդ սլոյ փագեր, այդ Արցախը։ Տեսեք, մենք ես չեմ ուզում ծածկադմփոց անենք ռուսական կողմի սխալները։ Իսեր աստծո ես որ Ռուսաստանի ձեր համար չեմ ասում, մեր համար եմ ասում։ Բայց նաև եկեք չմոռանանք Մակրոնի ասածները, որը ըստ էության հաստատեց, որ իրանք են Արցախը։ Իհարկե։ Ես հիմա pričom тут ռուս։ Հիմի տեսեք, երբ որ Ռուսաստանը գնում է էմոցիաների, տապորի հարվածներով ինչ որ քաղաքականություն վարելով, դա արևմուտքը խելոք է։ Ինքը սիրուն տեսեք ինչ արեց։ Այդ 9 ամիսը որ փակվեց, մի հայտարարությունով կամ մի զանգով կարային բացեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի հատ զանգում էր, ալև այդ բան այդ բեղավոր տարական որ Արտունելը Ֆարմանյանցն դա այն խոսքն է, բեղավոր տարական է այդ թախտաբիդին։ Ես իրան մարդ չեմ համարում ընդհանրապես այս վերջի պատերազմից առաջել։ Ինքը հայազգի ոնց ասած նոր թայլատ փաշան է։ Հիմա տեսեք, երբ որ իրան մի հատ զանգ էր, մի խոսք ասել, ճանապարհը բացվելու էր։ Իրանք ոչ, իրանք հերո գնացին, ինչ արեցին, ինչ որ կամազ բաներ, ֆուրեր տարան կանեցին հումանիտար տիպը Ֆրանսիան բանը օգնում է օգնի չեն թողնում ռուսները։ Իրանք գեներացրեցին Հայաստանում հագարուսական տրամադրություններ Ռուսաստանի սխալ գործողությունների հետևանքով, որտեղ իրանք ունեին այդ հնարավորությունը թույլ չտալու դա։ Ունեին։ Ես կարամ պնդեմ ոնց կարան իրանք դա թույլ Դե գլուխները խառն էր։ Դե կներեք, իրանք գլուխները խառնելով 150,000-ը սոված նստեն, ինչի՞ սա թե իրանք գլուխները ինչով է տարված։ Ես հայ եմ։ Իրանք պետք է հայից ավելի հայ լինեին։ Ոչ, տեսեք, Արմենիանական ագրեսիայի ժամանակ ինչու Հայաստանից զորքեր չգնաց կամ չաջակցեց։ Հիմա տեսեք, մենք ունենք համաձայնագիր։
Ռուսաստանի Դաշնության հետ, որը գործում է անկախ նրանից, թե որ իշխանությունը ոնց է մտածում։ Ինքը ավտոմատ պետքա գործի։ Եթե մեր սուվերեն տարածքների վրա կա վտանգ ու ներխուժում, Ռուսաստանը կարող առանց ճիշտ է, ինքը պետք է մի հատ հարցներ մեր իշխանություններին, որ այս գործադրում է մեծ իշկեդը, դրանից հետո գործադրեր։ Всё։ Չեն դիմել, Ռուսաստանից քանի անգամ ասեցին, սրանք չեն դիմել, խաբում են։ Տեսեք, ես on-line նայել եմ այդ նիստը, որ Հայաստանում տեղի ունեցել։ On-line-ի մեջ ես լսել եմ հետևյալ բառերը Նիկոլ Փաշինյանի, դուք բոլորը լավ գիտեն, ես Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր եմ, բայց արտարությունից ելնելով ինքը պրյամոյ թե գիտեր որ պետք է չասեին, դրա համար արեց, բայց ասեց, մի հատ գոնե հայտարարություն արեք տեքստի մեջ։ Այդ հայտարարությունը չարվեց, արհամարվեց։ Դա սխալ Ես հիմա այնքան բաներ կա, որ չգիտենք, ես սխալ է առանց ինֆորմացիայի տիրապետման վերլուծություն անել, բայց ակնհայտ է մի բան, էլի, որ Հայաստանի գործող ղեկավարը, չգիտեմ էլ քանի 100 անգամ է ստել, ուղղակի ստել։ Մի բան է ասել, հետո ուրիշ բան է ասել, հետո ֆռիկներ է արել, հետո ասում է բանը, ես դες բան եմ ասել։ Եվ այլն կրեդոնա։ Դե մարդիկ թող հետևություն անեն, որտեղ գնալու են ընտրելու հունիսի 7-ին, թող իմանան ով երկիրը ուր է տանում եւ ինչ է առաջարկում։ Հիմա մայիսի 9-ին գանք, օրինակ այդ դա հնարավոր է հետևանքներ ունենա Հայաստանի վրա, ռուս հայկական։ Ցավոք։ Տեսակետ կա, որ սա ուղղակի վերջն է եւ Ռուսաստանը կարող է արդեն կոշտ միջոցների անցնել։ Ես օրինակ ձեր հարտակից օգտվելով երևի թե ձեր տեսանյութերին դες Ռուսաստանի չինովնիկների ինչ որ կնայեն։ Ես իրանց դիմում եմ հագա հայկական քայլեր չանել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը այսօր քաղաքականությունով Հայաստանը տանում է դեպի անդունդ, բայց դա չի նշանակում, որ դուք տնտեսական սանկցիաներ մտցնելով Նիկոլ Փաշինյանի կներեք։ Իրանք չեն նեղվի, իրանք ոնց կերել են այդ խոզի բուդը երկու ձեռքով, իրանք ուտելու են։ Քյալլա Քյալլան թեգուս կամ պերաշկին կապ չունի, իրանք ուտելու են Արտակ ջան։ Ստեղ դժվելու է հասարակ քաղաքացին եւ եթե դուք հագա հասարակ քաղաքացու հայերին դեմ չեք, ուրեմն մի կարեք, գտեք ուրիշ ճանապարհներ։ Օրինակ եմ ասում, շատ կներեք Արտակ ջան, բայց ես պիտի քննադատեմ Ռուսաստանի կողմնորոշումը եղած մեր այն լիդերներից, որոնք գնում են այսօր ընդդիմության։ Բայց ինչ չի եք ասում կներեք։ Չէ, տեսեք, ես խոսում եմ։ Ինչ ուզում եք ասեք Ռուսաստանին։ Ես խոսում եմ հանդիսատեսի։ Համեցեք։ Օրինակ ես մի հայտարարություն եմ արել ազգային ժողովի հարտակից, երբ որ դեռ ոչ մի բան չէր սկսվել, եւ բոլոր ընդդիմադիր ուժերը դեռ նստած էին։ Ես խնդրեցի, որպեսզի բոլոր անցյալում եղած ղեկավարները հրաժարվեն պաշտոն զբաղեցնելով, վարչապետի պաշտոն զբաղեցնելով։ Իրանք հեռանան, իրանք թիմերը թող գան նոր երդասարդ դեմքերով, նոր մտքերով, նոր բաներով։ Այդ դեպքում մենք կարողանանք այն կարգի գեներացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան, ես իրա Եվրոպարլամենտով բան ոչ մի բան չէր անի։ Բայց դեր ասած ում է ուղված, մի հոգի կա այդպես որ։ Այդ մի հոգին հերիք կա, որ այսօր գեներացնեն, թե բոլորը ձայնը տալու են իրանց ու վախեցնեն ժողովրդին։ Դե այդ մի հոգին էլ ասում է որ ժողովուրդը։ Խեժ Նարեկ Ղարաբեձյանը ամեն օր բան հեշքում է տալիս, որ այս Քոչարյանի ձայն չեմ տալու, այ ախպեր։ Իրանք գեներացնում են, հասկանում եք այդ բանը, վախեցնում են Քոչարյանով։ Դե ճիշտ է խոսենք, մենք այն օրն ենք այսօր եկի հասել, որ պետք է իրականության աչքերի մեջը պրյամոյ նայենք։ Այո, Ռոբերտ Քոչարյանը ինքը մենակ վադը չի արել այս պետության համար, ունի նաև շատ դրական բաներ արած։ Նույնը այսօր ես հիշում եի, ասում եի, լավ, Քոչարյանը օրոք չէ, որ այդ մեծ Քոչարին բռնվեց ամբողջ Արցախով ու Հայաստանով։ Իմ համար դա ազգային էր։ Հիշում եք, որ ինքն էլ բարի մեջ մտավ, իմ համար մի ջանս փշակավեց։ Ինքը մենակ վատ բան չի արել, վատը շատ է արել, ու ամենավատն էլ նա, որ ինքը չի ապաշխարում իր արածին։ Դա մինուս կբերի այս ընտրությունների ժամանակ։ Ամեն դեպքում պետք է ուղղությունը ճիշտ պահվեր ու փոխվեր մի քիչ։ Ենթադրենք լավ, հիմա Քոչարյանն նա մեր հաղորդումը վաղը լսեց, մյուս օրը ասեց դուրս եմ գալիս։ Ինչ անելու։ Ես իդեպ կներեք, էլի ոչ Քոչարյանի պաշտպանն է, ոչ Ռուսաստանի, մենք վերլուծում ենք, բարձրաձայն մտածում ենք։ Ինչ ա լինելու, շատ են ասում։ Բանը Փաշինյանը ամոթից գեդինն է մտնելու, ասելու բան չի ունենալու ու ինչ ա լինելու։ Ես ես մի հատ բան խորհուրդ կտամ, եթե թույլ կտաք։ Համեցեք։ Փորձեք ձեր մոտ ձեր հարտակում կազմակերպել մեծ հարցում։ Նույն Հայաստան դաշինքից երկու անուն կդամ բացի Ռոբերտ Քոչարյանից, տեղադրեք ու մարդկանց հարցրեք ում կընտրեին իրանք։
ու ձեր հարցի պատասխանը միանգամից դուք կստանաք։ Չհասկացա, հիմա մի քիչ ավելի պարզ իմ հարցը պատասխանեք։ Աննա Գրիգորյան ավելի շատ մեծ ռեյտինգ ունի, քան Ռոբերտ Քոչարյանը։ Դուք մենք չենք որոշում, Արսեն։ Չէ, մեր որոշումն է։ Քոչարյանը նորից, Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալիս պայքարից։ Ինչա լինի։ Ավելի մեծ շանսեր է լինում կոնսոլիդացնել բոլոր ուժերի մոտ։ Ու այն, տեսեք, ու այն Ուժա Թաթոյանը, Ուժա Ծառուկյանը կպնելու են հասկացեք, ԿՊ-ն կպնելու են ուժեղ դաշինքին։ Չէ, տեսեք, ուժեղ դաշինքի Այսինքն ելնելու է նույն բանը, նույնը չի լինելու։ Այսինքն մարդիկ, ովքեր այսօր կողմնորոշված չեն, իրանք կողմնորոշվեն ավելի շուտ, քան Ռոբերտ Քոչարյանի պարագայում։ Հիմա մարդիկ չեն կողմնորոշվում, որովհետև Քոչարյանը Այո, չեն ուզում այդ մարդը գա հետ։ Այդ մարդը առանձին ուժ է, չեն ուզում ընդ լիքը ուրիշ ուժեր կան։ Չեն ուզում թող գնա Շիրինյան ընտրեն, այդ մարդն է լավ։ Պատկերացրեք, ես ինչ եմ ասում Արտակ ջան, օրինակ ԿՊ-ն այսօրվա դրությամբ ամենաուժեղ ու շատ ուժեղ են աշխատում իրանք։ Հա։ Իրենք հասկացեք, իրանք ինչու են Քոչարյանին, օրինակ Ռոբերտ Քոչարյանը ինչու թողեցին ազատության մեջ։ Ինչու թողեցին, որ ինքը նորից գա այս ընտրություններին։ Հավատացած եղեք, իրանք այն ինչ որ հիմա գեներացնում են, վախեցնելով ժողովրդին, այլ Քոչարյան, սուդ են ասում, ոչ մեկն է Քոչարյանին չի տալու, եթե ինքը երկրորդ, երրորդ տեղ չի տալու, բայց իրանք կարողանում են գեներացնել, խաբեն ժողովրդին։ Հասկանում եք, Հագա հարվածը դրան անընդհատ դերնես հերկես ԿՊ-ին, դու ժամանակ ես կորցնում ժողովրդի հետ։ Եթե Քոչարյան դուրս եկավ, ԿՊ-ն ինչն է խնդրեմը, այնտեղ էլ ուրիշ բան ասի։ Ասի Ծառուկյան։ Ծառուկյանը նույն Քոչարյանը չէ։ Կարապետի, չէ, հիմա կապում են, չէ, ամեն ինչ։ Կապում է, բայց դուք կասկած ունեք, որ ԿՊ-ն կարող ասի էլի Քոչարյան, ինքը մասնակցելու է, ինչ խնդիր։ Տարբերությունը շատ մեծ է, Արտակ ջան։ Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանը ինքը չի հայտարարել, որ ինքն է ալելու վարչապետի տեխնացուն, դա արդեն իսկ դրական է։ Երկրորդը, երբ որ Գագիկ Ծառուկյանը կոալիցիա է կազմել, ինքը գլխավոր ուժ չի եղել, կառավարող չի եղել։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված մի քանի հարցեր կան, որոնց ինքը միշտ, ասենց ասած, արտարանում է, չի կարելի դենց։ Եղեն են սխալներ։ Պրյամա ժողովրդի դաշտի մեջ նա, եթե դու ուզում ես իրոք հայրենիքդ բերգես, նայի ժողովրդի դաշտի մեջ ասա, ուզում ես ընտրի, ուզում ես մի ընտրի ինձ։ Ես այս քայլը սխալ եմ արել, ապաշխարում եմ։ Գիտեք ինչն է, հետաքրքիր է, որ տենց շատ ենք կենտրոնանում Հայաստանի երկրորդ նախագահի անձի վրա։ Ես չգիտեմ դրանով։ Ում վրա ուզում։ Ռոբերտ Քոչարյանը, չէ, ոչ թե ուզում։ Մենք ընդհանրապես, եթե մարդը օրինակ հակաիշխանական է, Փաշինյանական ռեժիմին դեմ է, այլընտրանք կա։ Օրինակ, այդ ընդդիմության մեջ կա հենց դաշինք։ Առաջնորդ իդեմը Սամվել Կարապետյանի օրինակ եմ ասում, կարող նույն Թաթոյանի օրինակը բերեմ, որին կապել են մի քանի ուժեր, դաշինքակնքեր տեխնոկրատ ուժերի հետ։ Մարդիկ կարան լսեն, ասենք Քոչարյան չեն ասում, Սամվել Կարապետյան, Արման Թաթոյան, Գագիկ Ծառուկյան, տարբեր ուժեր կան ի վերջո։ Ինչի ենք մենք կենտրոնացել Քոչարյանի վրա, որովհետև Նիկոլեն Քոչարյանով բան են անում, գեներացնում են, մի գեներացի։ Ում են գեներացնում։ Արտակ ջան, ինչի՞ Սերժ Սարգսյանը չմասնակցեց հիմնավորելով այն ինչ որ ես հիմա ասում եմ։ Դա իրենց որոշումն է։ Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը չէր անցնի ազգային ժողով։ Կարծում եմ չէ։ Իմ կարծիքով կանցնել Հայաստան դաշինքից ավել։ Ես ունեմ իմ հիմնավորումները։ Լավ։ Իմ հիմնավորումներն ունեմ, ինչու է դա այդպես, բայց այդ մարդը որոշում կայացրեց իր համար, ասեց, եղբայր, եթե դուք գտնում եք, որ իմ դեմքով ես խանգարել եմ Նիկոլ հերացմանը, ինչքանով է դա արտահար, ինչքանով է արտահար չէր, ինչքանով է դա բլեֆ էր, չեմ ասում, բայց ասեց, արեց, գնաց կողքի։ Ինչն էր խանգարում, նույնը աներ, ոնց որ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, թե մի տարիքի հետ էր կապված դա չգիտեմ, բայց Լևոն Զուրաբյանն է գալիս ՀԱԿ-ի կողմից, որը իմ համար ընդունելի ձևաչափ է։ Ճիշտ եք ասում, ավելին ասեմ, ես կողմ եմ թարմությանը, երիտասարդությանը, բայց դա որ յուրաքանչյուրը իհարկե, չգիտեմ։ Վաղը, եթե Ռոբերտ Քոչարյանը ընդրվի Հայաստանի վարչապետ, ես առաջինն եմ ելնելու, որ ծափահարելու եմ դրան ու գնալու եմ օգնեմ։ Անկախ ամեն ինչից։ Չէ, այստեղ երկրի եւ մեր ժողովրդի ապագայի հարց։ Ես դրա համար ասում եմ, ունենալով շատ հարցեր Ռոբերտ Քոչարյանին, չընդունելով գրեթե 70% այն ինչ որ ինքը ասում է, ես կընդունեմ, որ ինքը նոր վարչապետ է, կօգնեմ իմ հնարավորություններից շահով։ Ընդդիմությունը մենք ախր շատ հաճախ տեսեք, էլի մարդիկ շատ հստակ են եւ այս առումով էլ իշխանությունը իսկապես շատ լավ է, ճիշտ եք ասում, աշխատում։ Սրանք ինչ են առաջարկում, ասում են ռուսը մեր թշնամին է, ռուսն արեց ցեղասպանությունը հավաքական առումով, թուրքը ինչ մեղավոր այդ ցավը տանեմ
Ռուսին են կարգում այս ճշնամի, ասում են Եվրոպան է ճիշտ, LGBT բան տենց չոր ազատ ֆրիկներ են անում իբր Եվրոպան վիզա բանը, այդ այմա։ Մակրոն բան դուք էլ այո, իր պետք է մեր գործն ենա, որ ասենք Ժորժ ջան, Եվրամիություն չի դա, Թուրքիա է։ Մենք մեզ Թուրքիային են տալիս։ Ընդդիմությունն ինչ է առաջարկում, ես անկեղծ հավաքական ընդդիմությունը ես չգիտեմ։ Այ տեսեք, ես որ մեր Դա խնդրեմը նա չի, էլի, մեծ առումով նա է, դա վիրուս է։ Եկել մտել է 18-ից, բայց սա է խնդրեմը, թե այստեղ տղեկ ինչ եք առաջարկում։ Այո, Արտակ ջան, տեսեք, ես մերժում եմ Նիկոլ Փաշինյանին։ Ես գիտեմ ինչու համար եմ մերժում իրան։ Հստակ գիտեմ։ 1, 2, 3 կետ օրինակ եմ ասում, Արցախի հարցը Թուրքիայի հետ այս խաղերը, որ ինքը մտել է, ու մեծ արկածախնդրությունը, որ ինքը արտաքին քաղաքականությունը վարում է, այսենց։ Ես դրան դեմ եմ։ Բայց ինչ է առաջարկում ինձ ընդդիմությունը։ Ես այդ հարցը բարձրաձայնել եմ, որ շատ մեծ խմորումներ արդեն գնացել դրա շուրջ։ Ասում է բալանսավորված քաղաքականություն։ Ինչու՞ մասն, Արցախ ընդունում եք դուք Ադրբեջանի կազմի մեջ, թե ոչ։ Ով։ Ընդդիմությունը։ Թող ասեն, առանց կամերաների թող ինձ կանչեն, ասեն, ընդունում են թե չէ։ Գագիկ Ծառուկյանի թիմը ասել է, ես չեմ կարող բարձրաձայնեմ, հետո կգան իմ հաղորդման ժամանակ ասեն ինչ են ինձ ասել։ Մնացածի մասին, օրինակ, ուժեղ Հայաստանը մոդավորապես ասել է, որ մենք պետք է հաշվի նստենք եղած իրողությունների հետ։ Այսինքն ճանաչում է։ Ինչ է ճանաչում։ Արցախի Ադրբեջանի կազմի մեջ եղած իրողությունը դա չի։ Ես դες բան չեմ լսել պաշտոնապես, բայց ես կարամ ձեզ հղումները ուղարկեմ, 2-3 անգամ ասվել է դրա մասին։ Ասել է, այո, շատ դժվար է դա հաշվի առնել, որ սենց, որ Նիկոլը կեդարկեդ ինչ ասում է օրինակ Սամվել Կարապետյանը, ես լրիվ համաձայն եմ, ստորագրում եմ, որ այդ եղել է ու օքեյ, եղել է, բայց դուք ինչ եք անելու, որ դա փոխեք։ Ուժեղ Հայաստան 300 աշխատատեղ, պես Արցախը հետ չեն բերի։ Դուք ինձ կոնկրետ ասեք, ոչ թե կամերաների առաջ որ ասեն ռևանշիստներ կամ պատերազմերով, այլ օրինակ ձեզ Արտակ ջան կանչեն մեծ լսարան ունեցող մարդ եք։ Ասեն Արտակ ջան, մեր միտքը էս է, գեներացրեք, բայց հանգիստ նույնպես նորմալ, որ ձեզ ճանաչելով մարդը գիտեն, որ դու չեք խապիկ, ասեք նորմալ է ամեն ինչ ժողովուրդ ջան։ Իրանց բարերով չի։ Ինձ ինչի կանչես Ծառուկյանը, Արայվազյանի հետ 30 րոպե բանակցել եմ։ Անկեղծ չեմ կարող որևէ բան ձեզ ասել, որովհետև իսկապես պաշտոնական բան։ Ոնց են հանելու ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից։ Խաղաղ ճանապարհը ոնց։ Հարցերեն պիտի պատասխանեն։ Ոնց։ Դուք Գրոզիսկի մեջ եք Սամվել Կարապետյան Ալիևի կողմից։ Ոնց եք բանակցելու, որ ստեղից դուրս անեն։ Ախր այս պոպուլիզմը, այն նրան ես մերժում եմ պոպուլիզմի համար, ես չեմ ուզում, ես ուզում եմ ընդդիմությունը ուժեղ, իրոք ուժեղ Հայաստան ձևով մտնի կոդրի դրա սախսդերը, մենք է կողքը կանենք թիվունքին, ասենք եղբայր, առաջ գնա հետ տենք։ Եղա չկա է պոպուլիզմի վրա, այն կողմից լսում եմ մեր արգանջը, այս կողմից լսում եմ, տարբերությունը ինձ ասեք։ Ափսոս եմ, դա հենց էսա, որ ափսոսում եմ ու Ռուսաստանին ասում եմ եղք ես ինձ անում մեր հետ։ Ես հագա ռուս մարդ չեմ, ես 27 տարի ապրել եմ Ռուսաստանում, կրթությունը ստացել եմ այնտեղ, ու ես այդ ժողովրդին համարում եմ Հայաստանի մեծ բարեկամ ժողովուրդ։ Համատեղ պատմություն։ Ես չեմ կարող ոչ մի կերպ Թուրքիայի հետ համեմատություն անեմ, որ այսօր արվում է։ Ոնց կարելի է մեծ ցեղասպանող Կաշին հղի կնոջ վրայից հանողին համեմատես օրինակ 11-րդ բանակի հետ։ Ոնց։ Բայց Ռուսաստանն էլ այնքան տապորով է գործում։ Չես է կարող այդ ես ասում եմ պետք է այստեղ ստոպ տանք էմոցիաներին, մի պահ ստապվենք, նստենք, բանակցենք, ասենք եղբայր, լավ, դու էս է կարող, մեր սխալն էսա, ձերը էսա, այստեղ ստոպ ենք անում, որտեղ տեսնում եք ինչ է կատարվում։ Ինչ եք դուք մեզ առաջարկում, որ մենք այդ ձեզ առաջարկենք, մեր շահերը որտեղ կարանք համակցենք իրար հետ։ Ես գիտեմ օրինակ ոնց կարելի է քայլ առ քայլ այս հակառուսական տրամադրությունը հանել Հայաստանին, առանց սանկցիաներ մտցնելու։ Առանց սանկցիա մտցնելու ես գիտեմ, ու մենակ այստեղ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չի, մեղավորը մենք ենք։ Հասարակությունս ենք, որ միջև մի ծափահարում ենք այս մարդու արած բոլոր մի հատ թող ասեն, չկան մարդիկ, որ ծափահարում են, հիմա ես ասենց ասեմ, լավ, օքեյ, այս խնջույքները, որ ինքը կազմակերպում է, այս համերգները, որ ինքը կազմակերպում է, արդյոք մենք 5 տարի առաջ այդ հզոր տղեկին, որ իջեցնում ենք հողի մեջ, արդյոք մենք իրավունք ունենք նմանատիպ, համի ինձ շատերը գրեն, դե հեն կյանքը շարունակվում է, վաղը որ քո երեխու ժամանակն է գա, այդ ժամանակ դուք կլսեք իմ խոսքերս, ես ինչ եմ ասում, որովհետեւ մենք չունենանք պատերազմ, մեզ պետք է պատերազմին պատրաստ լինենք ու չհրաժարվենք այդ մարտահրավերից։ Ալիևն ուզում է պատերազմ, արի,
Արի, հիմի կարող են շատերն ասեն, թե ում Արյան հաշվին, իմ Արյան հաշվին առաջինը կասեմ։ Արի, եթե դու պիտի գաս իմ Երևանս ասես Երևան, ես ձեն չանեմ, իմ եկեղեցուց դռները կոդրեն, ջարդեն քո հրամաններով ընդե։ Ես պիտի ձեն չանեմ, էլ իմ հայ լինելս ինչ արժեք ունի։ Զերո, գրոշի արժեք չունի, լավ է, եթաս վերանաս։ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն են, էլի, ես չգիտեմ, սրվում են իրականում կա այս խնդիրը, թե չկա, բայց ո՞նց է գնահատում, օրինակ, այս Եվրամիությունից հետո, այս Եվրամիության համայնքից հետո, Փաշինյանի չգնալուց հետո մայիսին ինչ որ քայլեր ամեն դեպքում տնտեսական սանկցիաների ձևով են լինելու, թե քաղաքական ավելի ակտիվ ու ասած տապոկացնային քայլերի անցնելով Ռուսաստանը։ Արտակ ջան, տեսեք, ես իմ վերլուծությունս ունեմ, թե ինչ կարող անի Ռուսաստանը, լավ հասկանալով իրանց դիվանագիտությունը եւ իրանց ուղղված, քանի որ ինք պատերազմի մեջ են, իրանց մոտ ագրեսիվ է ալնելու ամեն ինչ։ Ավելի ագրեսիվ, քան եղավ վրացիների հետ։ Այսինքն ես միանգամայն ասեմ, համ տնտեսական սանկցիաներ են ելնելու հայկական ապրանքների, համ միգրանտների վրա, համ էլ ներսում աշխատող ու ապրող, անգամ անձնագրեր ունեցող մարդկանց կանչելու են վերաստուգելու այդ անձնագրերի իրականությունը եւ անկախ նրանից դու իրական ես ստացել չէ, չեղարկելու են մեկ ուչեստկովի, հիմա իրանց օրենքը թույլ է տալիս։ Չեղարկելու կամ ասել է գնա Դոնբաս, կամ դավայ գնա քո Փաշինյանիդ մոտ։ Հանելու են միլիոնավոր մարդկանց էմիգրացիանը նույն Հայաստանը, որովհետեւ գեներացնեն Հայաստանում Հագա Նիկոլական բան, բայց իրանք չեն ճանաչում Մախար Նիկոլին։ Նիկոլը դա էլ է ծախելու այնց, որ տեսակ, որ ձեր հայրենիքը սա է, մենք պատրաստ ենք ձեզ ընդունելու, արեք մեր հետ արենք, Ռուսաստանը քխը լավը չի։ Հա, բայց այդ մարդը գիտեմ, որ իր արածի հետևանքն է դա։ Այդ մարդկանց այ քո ցավը տանեմ, այդ մարդիկ անենց շուտ բան կանեն, դուք չեք, ախր ես Նիկոլը չգիտեմ ոնց կարացել է լարը բռնել։ Ոնց ինքը դա անի, դուք չեք տեսնում ոնց են անում։ Ռուսաստանից գալիս են մասնակցում են իր հավաքներին։ Ես հարց եմ տալիս, առանց կամերայի։ Ասում եմ, կներեք, դուք որտեղ եք, բա Կրասնոդար եք։ Ասում եմ, ինչ ես եկել, ասում եմ, եկել եմ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Լավ ես արել։ Ինչու համար ես պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Կարամ իմանամ։ Դու գիտես, որ քո Կրասնոդարից շուտով դու գլուխդ կարմրած դուրս ես գալու։ Նախ առաջինը իրանք չեն պատկերացնում, որ արդեն Ռուսաստանում կատարվում են բաներ, որ դա արդեն օրինական դաշտից դուրս է գալիս, Արտակ ջան, օրինակ ասեմ, այդ ազգայնականները, որ կան դրուժինաները, որ ձեռքերի խփած ման են գա, գիտեք ինչ են անում։ Եթե դու ռուս չես, գալիս են այդ քո ապրանքը, որ դու ծախում ես, քեզ են կոմ են քաշում տալիս, սաղին ասում են արեք վերցրեք տարեք։ Անոր մի ոստիկանություն կան, ես նայում եմ։ Որտեղից մենք ունենք երաշխիքները վաղը, այն ինչ որ տեղի ունեցավ մի պահ, հիշում եք, ադրբեջանցիների ու հայերի մեջ, որ դա ինչ որտեղ կսկսվի նորից գեներացվել հայերի դեմ ու կենտրոնը, Կրեմլը կասի պաշտպանեք հայերին։ Ինձ թվում է հագարակը նայելու։ Թող ինձ ներեն Ռուսաստանա բնակ հայերը, բայց պատրաստվեք եղբայրներ։ Ես դες լուրջ բան եմ ասում, պատրաստվեք հնարավորինս, եթե պետք լինի, արագ դուրս գաք Ռուսաստանի դաշնությունից։ Այդ կարգի սրված է այսօր ամեն ինչ, բայց իմ համար նաև տարակուսելի Արտակ ջան, թե ոնց կարելի է այսքան ժամանակ, եթե դու Նիկոլ Փաշինյանին համարում ես հագա ռուսական գեներացնող կենտրոն, փաթաթվում ես իր այդ հանդիպելուց, հարգելի Պուտին, այդ ոնց հասկանամ ես։ Հա, դիվանագիտություն, ոչ, եթե ինքը ռեալ գնում է հագա ռուսական բանը գեներացնում, ապա մի ռուկապաժապնի, всё, չեմ ընդունում քեզ, բայց դու անընդհատ իրան հրավիրում ես ու անընդհատ ֆիքսում ես, որ ձեր հարաբերությունները շատ գերազանց վիճակում են, ես ոնց հասկանամ դա։ Հիմա Զելենսկոյը ստեղել մեր երկրի ղեկավարը, այտենց բան անգերություն անում, ռուկապաժայցը и всё такое։ Հիմա դա ոնց է, օքեյ է Ռուսաստանի համար, Պուտինի համար։ Դե տեսեք, ստե երկու ճանապարհ կա։ Ես վախենում եմ, որ Ռուսաստանը Հայաստանը ուզում է դարձնել երկրորդ Ուկրաինա ու պատճառը նույնն է ուզում բերի։ Տեսեք, այն ինչ որ SVO-ի SVO-ի պես մի բան, բայց հայերի ձեռքերով։ Հիմա տեսեք ինչ եմ ես պատկերացնում սենց 11-րդ բանակը, ոնց որ թե նորից ես չեմ վախեցնում, ուղղակի զգուշացնում եմ մեր հասարակությանը, որովհետեւ նրանք հասկանան ինչու մասին է խոսքը։ Այն ինչ որ տեղի ունեցավ Ուկրաինայում, մեծ բանով հարգա ռուսական եւ նացիստական այդ երանգների տակ, որ նացիստների շարունակությունն են, այդ գաղափարախոսությունների կրողներն են, հիշում եք, այդ ֆակելների շեստը, տուդա-սուդա։
ու դա հիմնավորեցին, որ կառավարությունը այսօր որ նստած է, իրանք ֆաշիստներ են, հակառուսական ֆաշիստներ են, եվրեյների դեմ են, SN-ն են։ Ու դա հիմք վերցնելով գնում են դենացիֆիկացիայի։ Հիմա ինչ են գեներացնում Հայաստանում։ Արդեն իսկ ռուսական բոլոր լրատվամիջոցներով հղում են, որ հակառուսական այնքան այն աշճանը ասել, որ մենք պետք է ռուսներին ընդեղած պաշտպանենք, դա մեկ։ Երկրորդը հրաբարակվեց մի հատ հաղորդում, որտեղ Նիկոլ Փաշինյանի պաբին ապացուցում են, որ ինքը ոչ թե սովետական միության կողմից է կռվել ու ընկել, այլ Հիտլերի կողմից է կռվել ու ընկել Լվովի մոտ։ Հասկանում եք, գեներացնում են, իրանք կամաց գեներացնում են հակահայկում իրանց ժողովրդի համար, որովհետև ժողովրդին պետք է դու բացատրես, ինչ այդ ոնց եղավ իրանք բարեկամ են, ու հանկարծ մեկ օր հոպ իրանք բարեկամ չդառան, որովհետև նստած են Երևանում ուրիշ գաղափարախոսություններ առաջ տանող, հակառուսական, ասենց սովետական եւ այլն, ու դա իրանց մոտ առայժմ ստացվում է դա գեներացնել։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ այդ նույն Մարիա Զախարովան, որ հայտարարությունը անում Գարեգին Նժդեի պահով, դա մեր հերոսն էր, բայց իրանք երանգները տանում են, որ ֆաշիստների հետ տվել առել են։ Հիմա այդ մարտը, եթե եղել է, կարող է այդ նույն լեգիոնի մեջ տվել առել է, որ թուրքը չմտնի։ Ուզում եմ, որ տեսեք, Նիկոլ Փաշինյան սիրել չսիրել, այստեղ вообще կապ չունի։ Այստեղ արդեն հարցը նրանում է, որ Ռուսաստանը սիրում է ուժով հարցերը լուծել։ Ինքը դիվանագիտական հարցեր չի կարողանում նորմալ։ Հիմա օքեյ, ուժով ոնց է լուծել։ Հարցած տեսակ կա։ Օրինակ այսօր հաղորդում կար, որտեղ ասում էր 102-րդ ռազմաբազայի զորքը պետք է հելնի մտնի Երևանի հրաբարակ։ Այդ ոնց է դուք տեսնում։ Ես օրինակ հենց հիմա հայտարարում եմ, եթե լյուբոb ստուչի որևիցե այլ երկիր, չեմ ասում մենակ Ռուսաստանը, զենքով գա, ես զենքով հելնելով իրանց դեմ։ Անկախ նրանից, որ հետևես Նիկոլ Փաշինյանն է։ Իմը ես pedagogamet մարդ եմ։ Իմ պետության հետ թույլ չեմ տա նման տոներով խոսալ։ Եթե դուք ուզում եք ու բարեկամ եք հայ ժողովրդին իրոք, գտեք երկեր։ Գտեք երկեր, ոնց արևմուտքը կարծավ առած մի փամփուշտի սարքել հագարուս, օրինակ։ Օրակարգը, բայց մի վարքյան է, պետքա Ռուսաստանը հասկանա, արդյոք այդ հայ ժողովուրդը ուզում է ազատվի կամ չդառնա հակառուս։ Ընդհանրապես հայ ժողովուրդը ինչ է ուզում։ Շատ բարդ է, մենք ռուսից պահանջում ենք, տեսեք ինչ գեղեցիկ եք ասում, շատ ճիշտ եք ասում, ես էլ ձեր կողքին կլինեմ ու թող որևէ մեկը փորձվի այդ երկրից ինքնիշխանության, արժանապատվության հետ խաղա։ Բայց այդ ռուսից մենք եթե օգնություն ենք ակնկալում, պետք է հասկանանք ինչի համար։ Ինչի համար։ Էլի պետք է ասենք, որ մեզանից ավելի հայ եղի։ Ռուսաստանը սա տանում, եթե գնում եք Նիկոլը կընտրում, վայել եք ձեր Նիկոլը, Նիկոլը տանում է Թուրքիա Հայաստանը։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Okay, Արտակ ջան, մենք պետք է հասկանանք այդ ո՞ր կետներ, որ 86% Պուտին ընդրող ազգը միամիտ դարավ 86% ադող ազգ։ Այդտենց չի որ ատում է։ Ես այդ հմեկն է այդտենց ներկայացնում։ Ես Պուտինի մասին եմ ասում։ Ես ժողովրդի մասին երբևիցե չեմ խոսում։ Ժողովուրդները դա Մենք Հայաստանի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք ղեկավարության մասին, Հայաստանի եւ Ռուսաստանի։ Հայաստանի ժողովուրդը 86%-ը Պուտինի կենացներ խմում։ Այո։ Հիմա 86%-ը ուզում եք ասեք ատում է։ Չի, այո, մեկ օր առաջ ասում, չէ, Արտակ ջան, օքեյ, լավ, որ 90% Նիկոլ են ընտրում, այդպես չի։ Լավ, տեսեք, Ձեր միջավայրում կա։ Ես Պուտինի մասին եմ։ ԿՊԱ-սերներ կա։ Իհարկե կան։ Իհարկե կան։ Իմ միջավայրում օրինակ չկան։ Չէ, ես իրանց համարում եմ մոլորվածներ ու հավատացեք, շատ շատերին հետ եմ բերել։ Շատ շատերին։ 5 տարվա ընթացքում։ Հիմա ամենայառի հիմի ագա նիկոլական իրանք են։ Չէ, ախր սա նիկոլական, չնիկոլական, պետք է հասկանաս ինչ ասել է։ Մարդ ասում է, իդեպ այ մարդ կա, օրինակ իմ միջավայրում, որ ասում է, Քոչարյանը եթե մասնակցում ես գնում եմ բանը։ Չէ, ինչ ուզում եք ասեք, Քոչարյանի վրա է կենտրոնացած։ Հիմա Պուտինին գանք, пожалуйста։ Տեսեք, մենք պետք է հասկանանք, որ պայից արևմուտքը կարողացավ աշխատացնել այդ ոնց որ ասենք Արցախի պահը, ամեն դեպքում մենք միշտ մոռանում են այդ մեր քաղաքագետների ու մեր լրագրողների մեղավորությունն է, որ մենք չենք կարողացել բացատրել ժողովրդին, որ ժողովուրդ կա Մինսկի խումբ։ Մինսկի խումբի երկուսը արևմուտք է, մեկը Ռուսաստան էր։ Այդ որ Մինսկի խմբին երթվել էր այդ բեղավորը,
որի ոչ մի ձևով ինքը չի արձակվելու։ Այդ ոնց էր արևմուտքը չէր կարա լեզակներ օգտագործել, ասել լարից տեղ արա, ագանջից բռներ բերել, այն որ դու այս ստորագրել ես հայտարարությունը, որ ոչ մի կերպ չի լինելու արձակում Արցախի վրա, բայց այդ ոնց նային։ Հասկացեք, մենք չկարողացանք ժողովրդին բացատրել, որ այստեղ մենակ Ռուսաստանը չի խաղացողը։ Չկարողացանք մենք բացատրենք, որ միշտ ասում են, թե իրանք ինչ պարտավորություն ունեին։ Մինսկի խումբը դա պարտավորություն էր այդ միջնորդների, որովհետեւ պատերազմ չլիներ։ Իրանք թողեցին, գեներացրեցին ու գցեցին ռուսի ջեբը։ Ռուսները չկարողացավ ջեբից անել։ Այդ է տարակուսելի, որ չասեց եղբայրը մի րոպե ստոպ։ Այստեղ մենակ ես չեմ մեղավոր։ Ամեն դեպքում մենք ունենք կնճռոտ հարցեր, որոնց պատասխանը պետքա տրվի։ Պատասխանը ու դա պետք չի հանրային լինի։ Գործողություններ պետք է լինեն ի օգուտ Հայաստանի անվտանգության, հասկացեք, մարդիկ ջղաձգված են Հայաստանում, որտեղ ամեն մի վարքյան կարան պատերազմ տեսնեն նորից, դրա համար են կարճ չեղած խաղաղությունը, չեղած вообще բարերի վրա հիմնված ու ոչ մի բանի վրա հիմնված խաղաղություն են սրանք անում, սրդիկներ են ցույց տալի։ Մարդիկ տարակուսալ դրանից են բռնել, որտեղ չկա էլ Ռուսաստանի հետ մեծ եղբայրի բանը։ Դա պետքա վերականգնվի ռեալ քայլերով։ Ռեալ քայլերից մեկը կարա լինի այն ինչ որ եղավ Բելարուսիայի հետ։ Օրինակ այդ նույն պետ չի մտնել նյութենական պետության մեջ։ Ընդհանրապես ոչ մի ձևով։ Օրինակ կարելի է ես ռադիկալ բաների սիրահար մարդ եմ, օրինակ ատոմային զենքը մտցնել Հայաստանի տարածք, ըստ պայմանագրերի պաշտպանության ու հայտարարել Հայաստանի ամեն մի միլիմետրը հավասարազոր իր սահմաններին եւ բոլորին կխփի, ով ուզում է լինի։ Օրինակ այդ հայտարարությունը ու այդ զենքի բերելը Հայաստանին չտալը, ուղղակի Ռուսաստանի կոնտրոլի տակ լինելը։ Ըստ ձեզ, ինչպիսի տրամադրություններ կլինի նույն հասարակության մեջ։ Իմ կարծիքով շատ դրական։ Ինչի սանկցիաներ անես, ինչի այդ մարդը որ հանում է հողի տակից, բերում է քո ժողովրդին կերակրելու փագես իրա դերը։ Շիրինյանենք կասեն հերթական ռուսի ստրուկն է, ուզում է ռուսի ատոմները բերիլցնի Հայաստան։ Լսեք, օրինակ Արտակ ջան, Շիրինյանները չեն որ այս պետության առանց վիրավորելու խնդրում։ Ոչ, ես չեմ վիրավորում, ընդհանրապես քաղաքականության մեջ վիրավորանքը դա խոսում է նրա մասին, որ դու տգեդես ու չես կարողանում հիմնավորել խոսես։ Չէ, ինքն էր ասում, չէ, որ լավա թուրքի շունելն էլ կան ռուսի ստրուկ։ Հիմա դրա Ես իրան համարում եմ հայրենիք չունեցող մարդ։ Շիրինյանին։ Իրան թողեք հանգիստ։ Չէ, ինքն է ասել, չէ դրա մասին։ Ինչ տաբ ունի իմ ժողովրդի բարօրությունը։ Ես հատուկ չասեցի, այն կռիսական դրագրողական մանիպուլյացիա չի։ Մեջ բերեցի անունով ազգանոր չասեն, էլի։ Հիմա եկեք գաղափարին։ Դա վիքսերին կասեմ ես։ Չէ, գաղափարին անդրադառնանք։ Դուք առաջարկում եք, որպեսզի միջուկային անձրևանոցի տակ լինենք Ռուսաստանի, ատոմային զենքներ բերենք ստեղ, ոչ մեկ չթպրտա։ Այո։ Այդ նշանակում է այդ հակառուսները կասեն ձեզ կամ որպես հակապանստարկ ռուսի ստրուկ, ինչ ես գնում մտնում ռուսի տակ։ Ուրեմն ես կասեմ արևմուտքի ստրուկներ, նախ առաջինը ես ռուսի ստրուկ չեմ, ես ստրուկ կյանքով չեմ ծնվել, իմ հետս որ ես ծնվել եմ, իմ կենացը խմել է որպես հայ, իսկ հայը ստրուկ չի կարա լինի իր միջով։ Ես կարամ ասեմ Հայկ Նահապետի եւ Հիսուս Քրիստոսի սենց ասած ստրուկը կարամ լինեմ։ Մենակ Հիսուս Քրիստոսի ստրուկը կարամ լինեմ, իմ ժողովրդից ծառան կարամ լինեմ, ոչ թե ստրուկը։ Եթե իրանք ստրուկ են ինչ որ ուժերի, անհայրենիք ուժերի, գլոբալիստների, Սորոսի ծծից են ուդում այդ կաթն ու փողը, իրանց օրերն են հաշված լինելու ի նկատի ունեմ քաղաքական դաշտում։ Օրենքի շրջանակներում այն ուժերը, որոնք կգան Հայաստան, ես խնդրեմ, որ իրանք լուստրացիա անեն բոլոր գրանտակերներին, հանեն մի հատ այդ Վրաստանը, որ ընդունեց այդ օրենքը, ես կասեմ Հայաստանը նույնպես ընդունեք այդ օրենքը, որտեղ իմ պետությունը քանդել են Շիրինյանների նմանները։ Հա ոնց են բորենիները, որոնք ծածում են մեր արյունը, պետք է հասկանանք ով է։ Ես առաջի դեմն եմ, որ Ռուսաստանի հետ որևիցե նյութենական պետության մեջ մտնենք կամ вообще խոսանք դաժե դրա մասին։ Ես դեմ չեմ, որ մենք Ռուսաստանի հետ այս օրասական պահին երկխոսենք, ոչ թե թշնամանանք։ Չի կարող, ես ավելին ասեմ, թող ինձ ներեն բոլորը։ Ես ավելին եմ ասում, ես չեմ ուզում, ես կուզենամ թուրք թշնամի ունենամ, քան ռուս թշնամի։ Ռուսը ավելի վտանգավոր թշնամի կլինի ինձ բնաջնջվելու, քան թուրքը։ Թուրքերը ես արդեն սովոր եմ կրվելու դարերով։ Ռուսի հետ դուք չեք պատկերացնում, թե ինչ կարող անի Հայաստան։ Իրան այս տերիտորիան է պետք։ Խոսենք ռեալ։ Իրան հայերով լցված տերիտորիան չի պետք։ Իրան այս տերիտորիան ստրատեգիկի պետք է։ Այն մեր կամքից է։ Մենք կլինենք այս տերիտորիայում, թե ուրիշները։ Հա, ռուսին է պետք։ Ռուսին, այո, ինքը ջնջի ուղղակի քամի, ինքը սա կարմիր գծել նացել է։
Իր համար չկա ոչ իրա, ոչ Ամերիկայի։ Մտա մարդուն ընդրված պրեզիդենտին տեղից հանես, քաշես տարավ։ Ինչու մասին ենք խոսում։ Իրանին հաշվի չառնել, բերել արևմուտքի ուժերը ստեղ, Իրանին գեներացնել նույնպես մեծ թշնամի, դա ուղղակի տագիտությունը կամ պոլիտիկի իմպոտենցիա, այդպես բան կա։ Իմպոտենտ եք դուք պոլիտիկայի մեջ։ Հերու չտեսնող, քանի խոզի միսն եք տեսնում ու քյալ են, ուրիշ ոչ մի բան։ Չի կարելի նման կերպ վարվել մեր ճակատագրի հետ։ Հասկացեք, ամեն անգամ չի, որ մենք կարանք ինչ-որ ձև երկեր գտնենք։ Ու շատ դժվար է այսօր, քանի որ սև ու սպիտակներին են բաժանել, քանի որ սփյուռքն է, անգամ սփյուռքն է բաժան արդեն։ Արդեն բաժանում են Ռուսաստանա բնակ հայեր, Բրյուսելա բնակ հայեր, ասենք Վաշինգտոնա բնակ հայեր, չկա իմ համար կա հայ, всё, կամ դու հայ ես, կամ դու հայ չես։ Անգամ Դավաճան հայի հասկացողությունը չեմ հասկանում։ Դավաճանը ինքը չի կարա հայ լինի իմ համար։ Հայը հայ է, всё։ Որ ասում են հայրենասեր ես դու։ Եղբայր, ես ոնց կարամ հայ լինեմ ու չսիրեմ իմ հայրենիքս։ Դա սխալ տերմին է հայրենասերը, դա էլ են փոշիացրել, զրոյացրել։ Ինչ կա մարդը հայրենասեր ասին։ Հայրենասերը այնտեղ են, որ քրտեց այս հողը ազնողը։ Իմ համար ուրիշ հայրենասեր չկա։ Ու գնաց իր ամենաթանկը, որ այսօր իր մոր կողքին չէ, մերն էլ ցավակցում են, որ գնաց իշտաղ ու կողքը, բայց իմ համար իրանք են հերոսները, ցավը տան։ Բայց հիմա թե սիրում եմ իմ հայրենիքը, բայց ով եմ։ Դու հայ ես։ Դրանով ամեն ինչ ասա։ Լինել հայ, դա չեմ պատկերացնում, դրանից մեծ պարկև մարդուն չկա աշխարհի տակ։ Հայը դա ամեն ինչ է։ Աստվածատուր պարգև, այո։ Ամեն ինչ, այս կալիբերն է, հայը ցիվիլիզացիայի կալիբերներից մեկն է։ Մենք մի հատ սյուն ենք, եթե այս սյունը չկա, սա փլում է։ Թող էդի աշխարհն էլ ասի ու հասկանա։ Այդպես էլ կա։ Մենք մեղվի նման, այն որ ասում է մատկեն, մենք մատկեն ենք այս աշխարհի։ Մենք մատկեն ենք այս աշխարհի, ու այն դավաճանները, որ գալիս նստում են մեր, այնքան ենք տեսել այս դավաճաններից։ Սրանք եք գնան։ Սիրեք պետությունը, սիրեք Հայաստանը։ Մի գնացեք հույզերը երևից, որ Նիկոլն է, մեկն ասում էր, որ Նիկոլը այսօր պատերազմում չեմ հետա Նիկոլի մարդ կռվում։ Ասում է, խո դունդուկ չես, կներեք բառից համար։ Պրիչոմ Նիկոլը։ Նիկոլն է, Պողոսն է, Պետրոսն է, ով ուզում է անի, քո պետությանը գալիս են քո քույրերին, եղբայրներին մորթելը, դու չես հետա պաշտպան։ Ողն է, հա։ Իմ համար, Արտակ ջան, կա երկու սկզբունք։ Ամեն օր պայքարես, որ հայ մնաս, եւ երկրորդը մարդ եղնես։ Մենակ հայ լինելը երկուսը համակցված պետք է լինի, մարդ եւ հայ։ Դա մեծագույն արժևն է ու պարգևն է, որ Աստված նվիրել է այս աշխարհին։ Թող սաղերը ինձ ասեն ֆաշիստ ես, շիդեմ ինչ ես, այո, իմ համար կա հայը, երկրորդ տեղում չկա ոչ մի ազգ, երրորդ տեղում խնդրեմ, ում ուզում եք ընտրեք դրեք, բացի թուրքերից։ Թուրքերը մեր համար պատիժ են ստեղծված Աստծո կողմից։ Օմար Խայամին չէր ասում, ասում Աստված երկու բան է սխալ ստեղծել այս կյանքում, էդի ճանճն է, որ կանում է կեղդի վրա, մեկ է թուրքը։ Իրանց Օմար Խայամին ասում։ Դե ընտրության ինչու պետք է գնանք, ինչու է կարևոր անպայման գնալ ընտրության հունիսի 7-ին։ Ես համարում եմ այն մարդկանց, ովքեր պատճառ չունեն, այնց ժելեզնաբետոնի պատճառ, որ չեն կարող մասնակցեն, այն մարդիկ, ովքեր տունը կնստան, իրանց սենց ասած ճակատագիրը կդան թուրքերին։ Անմիջապես իրանք չգնալով ձայն են տալիս թուրքերին։ Չեմ ասում Նիկոլ Փաշինյանի քպեն թուրք։ Ոչ, ես երկի մասով իմ համար Նիկոլ Փաշինյանի ընտրությունը չի, Ալիևի ընտրությունն է։ Հասկանա, թող մարդիկ հասկանան։ Եթե Բաքվում գովազդվում է Նիկոլ Փաշինյանը պաստառների վրա, այսքան սրբապղծություններից, որ արել են մեր ազգի դեմ սրանք, ու մենք ծափահարում ենք մինչև հիմա այդ մարդուն, ով գովազդվում է Բաքվում, մենք պրոբլեմ ունենք։ Մենք պրոբլեմ ունենք, ու այդ պրոբլեմը պետք չի սրով ու թրով որոշել։ Հայաստանում էլ այլևս ոչ մի այրում պետք է չթափի։ Այս է մեր զենքը։ Կարում ես աբացուցես Նիկոլից ավել, աբացուցի, չէ ուրեմն լրվի տեղը նստի, Նիկոլը հաղթում է քեզի։ Չէ, բայց այս ստեղել մեզ հա բանն անում է, այդպես վիրուսը սրսկում են, բթացնում են։ Իմ այս ոնց եղավ, որ իմ վիրուսը իմ օրես ու քո ուղի մեջ չի մտնում։ Ուրեմն պրոբլեմ ունես, հարգելի հետևորդ, ով որ հիմի նստած Նիկոլա ուզում պաշտպանի։ Դու պրոբլեմ ունես։ Այդ պրոբլեմը դες չեմ ասում, այդ քեզ ժեղ, այդ բառերը սխալ բառեր են։ Դու մեր հասարակության մի մասն ես։ Վաղը որ հանգած պատերազմ ունի, դու իմ այդ խրամատի մեջ կանելու։ Իմ համար սյորամն է, դու քպայական ես, թե ինչ ես։ Թուրքը կա, պետք է խփենք, всё թուրքին։
Դու խփես, ես խփեմ, իրար փաթաթվելու են, կապ չունի։ Դա պետք է հասկանաս, որ մեկ նավագի մեջ է։ Հա, այդ միասնության գաղափարը էլի պարակտելը չլինի այդ։ Իհարկե, սա ուժը։ Մեզ միայն այդ պարակտելով են հաղթելու բաները։ Նիկոլ եկած օրվանից տարանջատել է հայերին տեսակների։ Եկած օրվանից։ Հա, եւ առհասարակ բոլոր պատմական բոլոր դրվագներում հենց այդպես է եղել։ Այն sense թիկունքից նույնիսկ Թումանյանական թմկաբերդը, չէ, ինչպես թմկատիրոհուն գայթակղեցին։ Այդտենց հատակտելով ոսկու թույնով եւ այլն եւ այլն։ Տեսեք մեկ ես համարում եմ Ֆրանսիա պետությունը բարեկամ պետություն, ժողովրդին բարեկամ Հայաստանի, բայց ես երբևիցե չեմ մոռանա Կիլիկյան։ Երբևիցե ես ուղղակի ոչ թե դրանով իրանց դեմ տրամադրվում եմ, այլ զգուշավորվում եմ։ Թեմա տենց էլ Բոլշևիկյան Թուրքիայի պատմությունը, սրանք ուրիշ են, գալիս են։ Դուք չեք տեսնում, որ 90%-ը կրկնվում է։ Նոր սցենար, այդ սցենարիստները, որ նստած են տպում են, իրանք ոնց որ կամ աշխատավարձ էլ չեն ստանում, որ տպում են։ Դնում նույն բանը արտատպում են, ուղղակի անունների տեղը փոխելով։ Շատ կներեք, այդքան վիրավորանք, որ հայ ազգի հասցրել է Թուրքիան, իրանց արած հայտարարություններով, օրինակ ասում եմ, գնացքը եթե մտնի Հայաստանից, պետք է առաջիկայանը անունը լինի Թայլակ Փաշա։ Հայտարարել են, չէ՞ դրա մասին։ Ոչ մի արձագանք Հայաստանից։ Ես էլ Սողոմոն Թելերյանն եմ ասում դնենք այս կողմից։ Իրանք որ եկան, նա Սողոմոն Թելերյանի պիստոլետը ձեռքը տենան։ Չի լինի դենց։ Լավ կլինի, անտիր միտք։ Այ որ այն ուժերը կան, որոնք որ ես կուզենամ որ գան, ես չեմ ուզում գան ուղղակի զուտ ազգայնական, որ խելագարված գնան Արարատը ոչ չէ լինի ոչ չէ մենք չենք կարողանա դի լուրջ խոսենք այսօր մենք պետք է սպասենք հասկացեք մենք սպասելու ունակություն չունենք մենք անակոնդայի պես պետք է նստենք ու սպասենք Թուրքիան Ֆրանկիշտեյն պետությունը Ադրբեջանը Ֆրանկիշտեյն պետությունը ընդ այնքան ազգեր կան ծպտված պետք է աշխատել այդ ուղղությամբ ներսից այդ միլիոնները որ Սնուդոգ եք բերում ու չի գալիս քծումա ձեզի հələ մի հատ ընդեղանց ազգի ներկայացուցիչների փողեր տվեք, ազգայնական մտքեր տվեք, նույն Ադրբեջանի մեջ։ Բզբզացեք էլի, այսինքն քանդեք թշնամի։ 30 տարվա մեջ Ադրբեջանը գրի 8 անգամ արդեն քանդված էր։ Ոչ թե հաստափոր գեներալները նստեն տներ սարքեին, ամոթելա որ հետո Պարսիգի գեներալը կանում ասեն ստրոգի, քոն հետո կանումը փորելը տրոշագին է խփում։ Ոնց կարա դենց լինի։ Շատ կներեք էլի, ասես այդ բանկամ լեժիմ արային Նիկոլի ասածի պես կմնա գետնի վրա։ Արդակ ջան, մեր երկիրը պետքա սիրես, ինքը մամա է, մայր է։ Եթե դու մորը չես սիրում, ուրեմն դու սրպապիղծ որդի ես։ Չի կարելի հիվանդ, ինչ որ հիվանդություն ունեցող մորը տանել ուրիշի խնամության տալ։ Ինքը չի տալու այդ ջուրը նենց, ոնց որ դու կարաս տաս։ Ամեն քխկոցին վազես։ Այս մեր հողը մի օր մեզանից կզզվի, որովհետև հողը սիրում է նրան, ով որ իրան պահում է։ Չի զզվի, հաղորդման վերջաբանն է, մի քանի բլիցարց ու ավարտենք։ Վերջնաբանից մի հատ բլիցից առաջ մի հատ բան էլ ասեմ, որովհետեւ այս վերջնամասն մի հատ սիրուն ձևերն է, ես միշտ կերգնում եմ ու միշտ ասում եմ, մենք Աստծո կողմից դադապարտված ենք այստեղ ապրելու, արարելու եւ հաղթանակած լինելու։ Դադապարտված ենք, մենք ուրիշ ճանապարհ չունենք Աստծո կողմից, չկա ուրիշ ճանապարհ։ Այս ինքնամաքրմունը շատ դժվար է, բայց ինքը տեղի է ունենում, ինքնամաքրվում ենք մենք։ Խնդրեմ։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Աստծուց երկրորդը։ Աստված առաջինն է, երկրորդը հայրենիքն է, երրորդը ընտանիքն է, ծնողները եւ այլն եւ այլն։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Թե կուզենամ տեսնեմ։ Թեկուզ։ Կուզենամ տեսնեմ հայերով լի, Հայաստանը սիրող, մեկը մյուսին չհայոյող, ծնողը հարգող, մեծին տեսնելով ոտքի կանգնող, մեր հայկականն եմ ուզում տեսնեմ։ Մեր մանկության Հայաստանն է։ Այո։ Հայաստանի ղեկավարը դուք եք, առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Ինձ հրաժարական կտայի առաջի որոշումը, երրորդը կթողեի ժողովրդին։ Ես չեմ ուզում ժողովրդին ինձ ադի, երբևիցե դրա համար չեմ ուզում։ Դա վատ բանալ է Հայաստանի ղեկավար։ Մենք մեր ժողովուրդը ունի մի հատկություն։ Ինքը սիրում է այնքան, որ քեզ բերում է իշխանության, բայց ինքը բերում է քեզ այն նպատակով, որ վաղը դու իրան օգնելու ես։ Ինքը չի մտածում, որ դու գնում ես
երկիրի համար։ Ինքը մտածում է դու գնացել ես որ իրան օգնես։ Ինքը քեզ հիշեցնի որ փողոցում քո ձեռքը սեղմել է, այ եթե դու իր ձեռքը սեղմածը չհիշես, ինքը քո դեմ կաշխատի։ Ուրեմն եկեք կրթենք այդ ժողովրդին, որ ինքը երազի մեծ Հայաստան, մեծ հայք, հզոր Հայաստան։ Իմ ալիքից անունն ավելի կա Արմենիա, ես այդ մտքով եմ շարժվում, անգամ դաշված ունեմ։ Եկեք, այո, եկեք այդ մասին շատ ասենք, այս աստվածատուր պատկերը շատ տանք։ Թող քննեն արտանան մեծ Հայաստան ունենալու երազանքով։ Արտակ ջան, Ոչ թե պերաշկի Mercedes ունենալու։ Մենք պետք է հասկանանք մենք ով ենք։ Եկեք ձևակերպենք այդ նպատակը, այդ ազգային իղձը, այդ երազանքը։ Միասին մենակ։ Իհարկե միասին։ Թույլ կողմս է, էլի դրա համար։ Տեսեք, մենք պետք է հասկանանք որտեղից են գալիս, որ հանգրվան, հիմա որտեղ ենք, ուր են գնում եւ ինչ ճանապարհով են գնում։ Քայլ առ քայլ պետք է գնան։ Տեսեք, թուրքերին մենք համարում ենք ճշնամի, ահավոր, բայց իրանցից լիքը բան ունենք մենք սովորել։ Իսրայելին համարում ենք, Իսրայելից լիքը բան ունենք սովորել։ Քայլ առ քայլ են գնում նպատակին։ Ոչ թե մի անգամ։ Արսեն, ճիշտ եք ասում, բայց նպատակը ձևակերպված է։ Մենք չունենք որպես հավաքական հանրույթ, մենք չունենք ձևակերպված նպատակ։ Մեր ասացեք, դուք վիլի մեծ Հայաստան նպատակը, որին պետք է հասնել, դուք կհասնեք, ձեր թոռը կհասնի, ձեր ծոռան ձոր էական չէ, այդ նպատակին հետևողական գնում են։ Այսօր ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի նպատակը նա դրել է, այսքան փոքրացրել է, խփել է գլխին Ինչ է ստացվում դա, որտեղ ինքը ասում է դա միֆ է, անհնարին բան է, ես ռեալն եմ ասում, մեր մոտ խնդիրը նա է, որ մենք այդ ճանապարհակարդեզը, որ մենք կարանք մեր ժառանգներին տանք, այ սենց կարանք դուք հասնեք այդ մեծ հայտին, մենք չենք տալիս դա։ Բոլոր սենց առաջին հայացքից երազանքները հեքիաթ են թվում եւ միֆ։ Հետո դրանք աստիճանաբար բանես ժամկետ ես դնում, դառնում է նպատակ։ Մենք Նպատակից հետո սկսում ես արդեն ճանապարհային քարտեզ հասնելու այդ նպատակին։ Անցանք առաջ, որ գիրքը ըստ պետք է անպայման կարդանք։ Աստվածաշունչը միանշանակ։ Աստվածաշունչից հետո կարող ընդհանրապես կարդալը մոռանալ։ Վայ, Այո, Աստվածաշունչը ինքը սովորացնում է քեզ մարդ մնալ։ Իսկ եթե դու մարդ ես, մնացած այդ գրքերը դուք հասկանաս ինչու մասին։ Օրինակ մարդը կարդում է պատմություն, տեսեք, մեր կրթության գիտության նախարարը անունը չեմ ուզում տամ, իմ ամենաչսիրած քաղաքական գործիչներից մեկն է, Նիկոլից հետո։ Ինքը, որ հղումներ է անում պատմության վրա, մեր հերոսներին անվանում է ֆաշիստներ, ու դա լուրջ տարվում է հասարակության կողմից, դա խնդիր է։ Աստվածաշունչ կարտացած մարդը իմաստուն կլինի եւ ամեն մի տագը դրած ագանները կտեսնի։ Տեսեք կարա ինչ կապ ունի հայոց պատմությունը եւ Աստվածաշունչ շատ մեծ Արտակ ջան։ Մենք քրիստոնյա եղած ժամանակները շատերի ասածի պես ոչ թե տանջվել ենք ու պատերազմներ ենք ունեցել, այլ քրիստոնյա եղած ժամանակներն ենք, որ մենք կարողացել ենք մեր ինքնությունը պահել։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Երբ եք դուք երջանիկ։ Երբ որ իմ ժողովրդից կտեսնեմ ազատ ուժեղ, իրոք լուրջ եմ ասում, Աստծո առաջ եմ ասում, իմ ժողովրդից ոտքի վրա մնալը, իրան հայավարի զգալը իմ համար երջանկություն կլինի ու ես դրանից հետո կարամ ասեմ կարաս հոգիս վերցնես։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեք։ Շնորհակալություն, որ իր դեմքը մեզ հնարավորություն տրվեց առաջինը ճանաչենք։ Եվ վերջին հարցը ինչից եք ամենից շատ վախենում։ Այն ինչ որ հիմա կատարվում է, որ հային հայոյում է ու իր թշնամին, մենք մեր մեջն ենք մեր թշնամին ման գալիս։ Իրականում այդ մարդիկ ովքեր որ թշնամի են անգամ սերնեսում են տրոյական ձիով, իրանք մեր հետ բաբշե կապ չունեն։ Եթե մենք գենետիկ ես մի անգամ առաջարկություն եմ արել Նիկոլին մնացածին, ասել եմ ես ձեր մեկտեղ, ուղղակի գումարը շատ թանկ է, 150,000 դրամ է, ես չկարողացան։ Գնանք իրար հետ տեստ ազնենք։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ իրանց մեջ 10% անգամ հայ այուն կա։ Դա բան չեք ասում։ Ես իրականություն եմ ասում։ Եկեք, չէ, հայեր ենք ու հայերս ճիշտ եք ասում, հայ լինելը աստվածային պարգև է։ Գուցե մի քիչ շեղված են, գուցե մի քիչ խնդիր կա։ Հարց է տալիս ժուրնալիստը, դուք թուրք եք, ասում այո։ Նիկոլ Փաշինյան ասում այո։ Չեք տեսել դուք։ Իրա գրասենյակից իջնում է,
չգիտեմ Սյուզիներ թե ով էր, ասես Նիկոլ Փաշինյան դուք ձեզ համարում եք թուրք, ասեց այո, ես ոչ կարամ այդ մարդուն համարեմ հայ։ Ինձ կներեք, ինձ մորտողին ոնց կարամ ես համարեմ հայ։ Դա իմ բառերը չէ, Նիկոլ Փաշինյանի բառերն է, ես կարաք նայեք, դրնեք։ Դաժանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Սա էլ անցքը կենա ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում։ Մեր հյուրն այսօր քաղաքական բլոգեր, անկախ լրագրող Արսեն Մարգարյանն էր։ Շնորհակալ ենք նաև ձեզ ուշադրության համար, մեզ համար կարևոր է մեկնաբանություններում ձեր կարծիքը, այս վերոնշյալ հարցերի շուրջ ձեր դիտարկումները։ Շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք մեր ալիքին եւ իհարկե շնորհակալ ենք, որ միանում եք մեր Patreon-ին։ Կհանդիպենք։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։